Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության երթական լուրերն են։ Մարգար Սեդրակյանի պատմությունը, Շուշիի մեջ կայացած համաժողովը քարոզչության համատեքստին մեջ, Աշոտ Արտյունյան, Հուշամադյան Մադենաշարին մեկնարկը, հայկական հիշողության պահպանման նոր նախաձեռնություն, 130-ամյա պատգամ ազգային հիշողության մեջ, Պոլսահայ համայնքը նոր ողբերգության առջև, Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնակատարություն, յուրահատուկ կերպար եղած է Ազնավուրը, Կոր Մատոյան։ 1907-ին Վանի Խարագոնից գյուղը ծնած Մարգար Սեդրակյան հայրուց ցեղասպանության դարիներուն գործընթացած է ծնողները եւ մեծած հայկական որբանոցներու մեջ։ Հետակային ան դարձած է Երևանի կոնյակի գործարանի անվանի վարպետներեն մեկը հայկական կոնյակագործությունը նոր մագարտակի հասցնելով։ Ան ստեղծած է թվին նայրի ախտամար կոնյակները, որոնք միջազգային բարձր քննադատանի արժանացած են եւ նպաստած հայկական կոնյակի հեղինակության բարձրացման։ 1945-ի Յալտայի համաժողովին Ուինստոն Չերչիլին հյուրասիրված է Սեդրակյանի ստեղծած թվին կոնյակը զայն կապելով հայկական կոնյակի միջազգային ճանաչման պատմության հետ։ Մարգար Սեդրակյանի կյանքը հայրուց ցեղասպանությունը վերապրած սերունդի դոգունության եւ ստեղծագործական ուժի ուշագրավ օրինակ է։ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշիի մեջ կայացած է Global Media Forum-ը, որոնց նյութերեն մեկը եղած է խաղաղության, ճշմարտության եւ վստահության վերականգնման մեջ լրատվամիջոցներու դերը։ Հայկական կողմի քննադատները համաժողովը կգնահատեն որպես Բաքվի դեղեկատվական քաղաքականության մաս, նշելով, որ անիկա դեղի ունեցած է Արցախի հայաթափումեն եւ հայկական մշակութային ժառանգության շուրջ շարունակվող մտահոգություններու պայմաններուն մեջ։ Միջոցառման մասնակցած են շուրջ 160 ներկայացուցիչներ 54 երկիրները։ Քննադատները կմտահոգվին, որ միջազգային մասնակիցներու ներկայությունը կգրնա օգտագործվել Բաքվի քաղաքականության միջազգային ճանաչում եւ թերական դեղեկատվական միջավայր ստեղծելու համար։ Շուշիի մեջ նման միջոցառումները կշեշտեն պատմական փաստերու, մշակութային ժառանգության եւ Արցախի ժողովրդի իրավունքներու մասին միջազգային իրազեկման կարեւորությունը։ Բեյրութի Հայգազյան համալսարանի հրատարակչությունն ու հայրենիք հրատարակչությունը հայտարարած են Հուշամադյան Մադենաշարին մեկնարկը։ Առաջին գիրքը, որ 1943-ին Բոստոնի մեջ հրատարակված է, կներկայացնե Օսմանյան գայսրության Խարփերթի Բալու Քավարի հայկական օխու գյուղին պատմությունն ու առօրյան։ Հայրուց ցեղասպանությունը վերապրած Պարունակ Տոպալյան իր հիշողություններով կվերակերտե գործված հայրենիք գյուղին աշխարհը։ Հուշամադյանը նպատակ ունի արժեքավոր հայերեն հուշագրությունները թարգմանել եւ հասանելի դարձնել նոր սերունդներուն ու միջազգային ընթերցողներուն, ներառելով նաեւ պատմագիտական, ժողովրդագրական եւ ուսումնասիրական նյութեր հայկական համայնքներու պատմության եւ մշակութային ժառանգության մասին։ Նախաձեռնությունը կարևոր է ցեղասպանութենեն եւ դեղահանութենեն յետ գործված հայկական համայնքներու հիշողությունը պահպանելու համար։ Հուշամադյանները պատմական աղբյուրներ ու վկայություններ են, որոնք սերունդներուն կփոխանցեն հայկական գյուղերու ու քաղաքներու կյանքը, ավանդություններն ու հայրենիքի հիշողությունը։ Առաջին հատորով կմեկնարկի հայկական պատմական հիշողությունը նոր սերունդներուն եւ միջազգային հանրության փոխանցելու լայնածավալ աշխատանքը։ 1890-ականները հայ ժողովրդին համար ծանր փորձություններու շրջան էին Համիդյան չարթեր, անապահովություն եւ միջազգային չկատարված խոստումներ։ Այս պայմաններուն մեջ խորացավ այն համոզումը, որ միայն դիվանագիտական թիմումները բավարար չեն հայկական հարցը միջազգային օրագարկին բահելու համար։ Այս համաձայնին մեջ 1896 օգոստոս 14-ին իրականացվեցավ Բանկ Օթոմանի գրավումը, նպատակ ունենալով եվրոպական պետություններու եւ միջազգային հանրության ուշադրությունը գրգին ուղղել հայկական հարցին։ Ժամանակի ընթացքին գործողությունը դարձավ ազգային հիշողության խորհրդանիշ, կապվելով քաղաքական բանջարդիրության, ինքնապաշտպանության եւ ազգային արժանապատվության հետ։ Անոր ժառանգությունը կշեշտի անձնազոհության, գազམ་ագերբվածության, մատասխանատվության եւ քաղաքական հերադեսության կարեւորությունը։ Գլխավոր պատգամը ազգային իրավունքներու պաշտպանությունը կպահանջի հստակ նպատակ, գազམ་ագերբվածություն եւ հետեւողականություն։ 130 տարի անց Բանկ Օթոմանի դեպքը կմնա ազգային հիշողության կարեւոր էջը, անցյալի փորձը ներկայի եւ ապագայի համար ուղեցույց դարձնելու խորհուրդով։ Պոլսահայ համայնքը ցնցված է 64-ամյա Հակոբ Տերմենջի օղլուի սպանութենեն։ Ըստ հաղորդումներու ան սպանված է իր բնակարանին մեջ թրացին գոմե, իսկ նախնական քննության բանվան պատճառը տնագահարությունն է։ Տերմենջի օղլուն նախկինին աշխատած էր Սուրբ Երրորդություն եկեղեցու մեջ որպես դռնաբան, իսկ վերջին շրջանին կպայքարեր ծանր հիվանդության դեմ եւ նյութական աջակցություն կստանար համայնքային կառույցներեն։ Ենթադրյալ հանցագործը բնդած է, թե վարձավճարի շուրջ վեճեն յետ բարգության բահուն սպանած է զինք, սակայն բնակարանին եւ վարձավճարին վերաբերող դեղեցություններուն մեջ հագասություններ կան, որոնք պետք է բարձվին քննությամբ։
Արևմտյան Հայաստանի Սամանդաղի շրջանի Վակֆլը գյուղը հյուրընկալած է Սուրբ Աստվածածնի վերապոխման տոնին նվիրված ավանդական տոնագդարությունը Հայաստանի և արտերկրի համայնքների ժամանած հայերու մասնակցությամբ։ Վադարակի ընթացքին հնչած են շարականներ, աղոթք և մոմավառություն։ Սահակ Մաշալյան ընդգծած է Վակֆլեի մեջ հայկական մշակույթի ու ավանդություններու պահպանման կարևորությունը։ Վադարակեն ետք համայնքին բաժնված են Սուրբ Հաց, նոր քաղված խաղող և հարիսա, իսկ եկեղեցու փագին մեջ կատարված է ավանդական հավաք։ Տոնագդարությունը ևս մեկ անգամ ընդգծած է Վակֆլեի համայնքին հայկական հոգևոր, մշակութային և ավանդական ժառանգությունը պահպանելու ջանքը։ Վերլուծաբան Գոր Մադոյան անդրադարձած է Շարլ Ազնավուրի մասին նոր ֆիլմին, շեշտելով անոր բացառիկ աշխատասիրությունը, նպատակասլացությունն ու հմտությունները։ Ան կնշե, որ Ազնավուրը հետևողականորեն կզարգացներ իր հանրային կերպարն ու արվեստը, հետևելով ժամանակի միտումներուն եւ ընտրելով գրավիչ, երբեմն նաեւ վիճահարույց երգեր։ Մադոյանի կարծիքով Ազնավուրի կյանքին մեջ աշխատանքն ու արվեստագետի եսը առաջնահերթ էին, թեև ան կսիրեր ու կաջակցեր իր ընտանիքին։ Ան Ազնավուրը կփնորոշե որպես յուրահատուկ անձնավորություն, որ ինքնագերտ կերպով հաղթահարած է բազմաթիվ դժվարություններ, միաժամանակ դառնալով ֆրանսիական մշակույթի ու ազատ հասարակության իսկական ներկայացուցիչ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։